Ուսումնական տարվա ավարտին զուգահեռ ամփոփեցին նաև դպրոցականների առարկայական օլիմպիադաների արդյունքները, որոնք մեր մարզում մշտապես գոհացուցիչ են եղել։ Այս տարի եւս մարզային փուլին մասնակցած 636 սյունեցի հաջողությամբ հաղթահարեց գիտելիքի յուրահատուկ ստուգատեսը։ Նրանցից 83-ը անցավ հանրապետական փուլ, որից 42-ը արժանացավ մրցանակային տեղերի եւ գովասանագրերի։ Նախորդ տարվա համեմատ կարող եմ ասել մեկ ցուցանիշ, եթե ունեինք մեկ առաջին կարգ զբաղեցրած սովորող, այս տարի առաջին կարգ ստացել են 5 սովորողներ եւ թվով նորից շատ ավելի մեծ բարձր ցուցանիշներ ունենք երկրորդ տեղի, երրորդ կարգի եւ գովասանագրերի։ Դինշեմ, որ բնագիտական առարկաներից առաջատար առարկան է քիմիան, կենսաբանությունը, մաթեմատիկան, հայոց լեզու ունենք գրանցված լավ արդյունքներ, առաջին կարգ ունենք պատմություն գրանցված։ Օլիմպիադաներին մասնակցած դպրոցականները բարձր ցուցանիշներ արձանագրեցին, մասնավորապես ոգևորիչ են բնագիտական առարկաներից գրանցած արդյունքները։ Միշտ հպարտությամբ նշում եմ, որ օլիմպիական աշակերտները տարբերվում են, քանի որ իրականում եւ ուսուցչի աշխատանքն է այստեղ կարեւոր եւ սովորողի կարող են ամեն ինչ տալ, բայց ցանկություն ունենալ լրացուցիչ աշխատել, լրացուցիչ սովորել, դա հենց օլիմպիական աշակերտի ամենակարևոր գործոնն է, որտեղ կա իսկապես աշխատասեր, պատասխանատու ուսուցիչ եւ մշտապես իր գիտելիքները վերազինող ուսուցիչ, մենք նաեւ ունենում ենք այդ ուսուցչի աշակերտին, տեսնում ենք արդեն այն հարթակում, որտեղ որ գրանցված է բարձր արդյունքներ։ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Արիաննան առաջին կարգի դիպլոմագիր է հայոց լեզու առարկայից, իսկ քիմիայից գովասանագրի է արժանացել։ Խոստովանում է ուսումնական տարվա մարտահրավերը հաջողությամբ հաղթահարել է։ Բնագիտական առարկաները ինձ շատ հետաքրքրում են, մասնավորապես քիմիան եւ կենսաբանությունը, եւ ի սկզբանե դրանք խորությամբ ուսումնասիրել եմ։ Իսկ հայոց լեզուն կարծում եմ յուրաքանչյուր հայ աշակերտի պարտքն է իմանալ խորությամբ եւ կարծում եմ իմ պարտքը ես կարողացա որոշակի չափով կատարել։ Հաջորդ տարվանից ուսումը շարունակել եմ Դիլիջանի UW-ի միջազգային դպրոցում եւ այնտեղ էլ շարունակել եմ ուսումնասիրել բնագիտական առարկաները խորացված։ Հիմնականում երազում եմ եւ շատ մեծ նպատակ ունեմ, որ իմ ստացած գիտելիքները ապագայում օգտագործեմ մարդկությանը ավելի լավը դարձնելու համար, աշխարհը ավելի լավը դարձնելու համար։ Եվ կարծում եմ հենց հայոց լեզվի օլիմպիադայի մասնակցությունը այն գիտելիքները, որոնք ես կրում եմ հայոց լեզվից, ցույց են տալիս, թե ով եմ ես, որտեղից եմ գալիս եւ ում համար եմ անում այս գործերը։ Բարձր արդյունք ունենք նաև մաթեմատիկայից, այս անգամ Սիսիան քաղաքից։ Օլիմպիականի խոսքով գիտությունների թագուհին ոչ միայն սիրելի առարկա է, այլև մտածողությունը զարգացնելու լավագույն միջոց։ Այս տարի իմ օլիմպիադաների մասնակցության 4-րդ փորձն էր 8-րդ դասարանում, հանրապետական փուլում ես ունեցա երկրորդ կարգի դիպլոմ, հավաքելով 26 միավոր։ Հաջողություններին հասել եմ իմ տատիկի շնորհիվ, որովհետև հենց նա է իմ փոքր ժամանակներից այդ մաթեմատիկայի գիտելիքը եւ սերը սերմանել իմ մեջ։ Մասնակցում եմ Կապանի մաթեմատիկայի խմբակին, որին արդեն 3-րդ տարին է, որ մասնակցում եմ, եւ այնտեղի ուսուցիչները մեծ արդյունք են ունեցել իմ այս հաջողությունների համար։ Նաեւ ես կուզեի նշել իմ դպրոցի ուսուցչուհուն, որովհետեւ նա եւս մեծ արդյունք է ունեցել իմ այս հաջողությունների համար։ Դպրոցականների առարկայական օլիմպիադաները շարունակում են կարևոր հարթակ լինել աշակերտների գիտելիքների, տրամաբանական մտածողության բացահայտման համար։ Այստեղ յուրաքանչյուր հաջողություն ոչ միայն անձնական ձեռքբերում է, այլև դպրոցի եւ համայնքի կրթական ներուժի ցուցանիշ։ Անի Գրիգորյան, Արթուր Հայրապետյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։